երևակայենք, ինչպես ուսանողս ասաց, ու գործ ունենք ազգային իշխանությունների հետ եւ մոդելավորենք այդ իրավիճակը ձեր վճռորոշ դերակատարությամբ, ձայնով, եթե անալոգիան տանենք բոլշևիկների հետ, առաջինը հողի մասին դեկրետ, խաղաղության մասին դեկրետ, դուք ամենաառաջին քայլով ինչ եք տեսնում, որ իրոք ամենաառաջնահերթ պետքա լծվել դրան, հատկապես հաշվի առնելով, որ Ադրբեջանում ու Թուրքիայում առանձնապես մեծ ուրախությամբ չեն ընդունելու այդ ազգային իշխանափոխությունը Հայաստանում։ Ուրեմն առաջին հարցս ապագային միտված ու խիստ այսպես ստրատեգիկ, պրագմատիկ մակարդակում ինչը պիտի լինի առաջին քայլը, իսկ երկրորդ հարցը արդեն անցյալից եւ փոքր ավելի հուզական Արցախյան առաջին հաղթական պատերազմի դերակատարներից, հրամանատարներից, որոնք վաղուց արդեն մեզ հետ չեն, լքել են այս աշխարհը, ում եք ամենահաճախ հիշում կամ կարոտում։ Մոնդեյ, վերջից սկսեմ։ Շատ հետաքրքիր կերպար է եւ ցավով պետք է ասեմ, երևի մոտարապես 1.5-2 տարի է Մոնդեյի մասին ոչ ոք չի խոսում։ Գիտեք ինչու՞։ Որովհետև այն բանը լրատվամիջոցը, որը փորձի Մոնտեյի նկարը ցույց տալ, Մոնտեյի մասին խոսալ, փակում են։ Եվ այս իշխանությունը ոչինչ չարեց, որ այդ մոտեցումը ուղղակի փոխի կարող էր անել։ Որովհետև ազգային այդպիսի կերպար, ազգային հերոս պետք չի։ Հիմա մի սերունդ անցնի, ոչ մեկը չի լիշելու, որ Մոնտե գոյություն ուներ։ Պատմաբաններն են ինչ որ իմանալու։ Բայց ամենից վառ, հետաքրքիր իր ամեն ինչով, էլի, ահավոր ռոմանտիկ, շատ ռոմանտիկ էր, բայց շատ sense ուտվող հետաքրքիր կերպար էր, ամենից շատը երևի ավելի շատ sense իրեն հատուկ առանձնացնեի եւ կրկնեմ, չեն խոսում դրա մասին։ Երբ որ ասում ես, ասում ինչ անենք, որ հենց բան անենք Մոնտեյի մասին, ալիքը Facebook բանմա, սա բանն է, մանջատում են։ Ադրբեջանը ինչ որ դիմել է, ասել է ԱԱԲ-ի չէ եւ վերջ եւ Հայաստանը ոչինչ չի արել էսա երկու տարուց ավել արդեն, որ այդ բանը փոխի եւ հնարավոր էր դա անել։